Չինական կաղամբով անչափ համեղ թթու։ Կաղամբը բաժանում ենք մասերի և դասավորում ապակե տարայի մեջ։ Պատրաստում ենք աղաջուր։ 1 լիտր ջրին ավելացնում ենք 2 լիքը դեսերտի գթալ աղ և մի փոքր շաքարավազ։ Աղաջուրը լցնում ենք կաղամբի վրա այնպես, որպեսզի ամբողջությամբ մնա ջրի տակ։ Թողնում ենք 2 օր սենյակային պայմաններում, որից հետո կաղամբը քամում ենք լավ լվանում հոսող ջրի տակ և թողնում, որ ավելորդ հեղուկը առավելագույնս դուրս գա։ Պատրաստում ենք համեմունքների խառնուրդը։ Վերցրել եմ գունավոր պղպեղներ, կանաչ, կարմիր դեղին, աղացած լոլիկ և սխտոր, գազար և բուխ կամ բոլոկի, սոյայի սոուս և մի փոքր էսենցիա, կարող եք փոխարինել խնձորի քացախով։ Այս խառնուրդը պետք է քսել կաղամբի թերթիկ առ թերթիկ, որպեսզի ամբողջությամբ պատվի համեմունքներով և ոչ թե միայն երեսին։ Արանքում դնում ենք նաև բահար, սև պղպեղ և դափնու տերև։ Ջուր չենք ավելացնում, այն ինչ տեսնում եք կաղամբի սեփական հյութն է։ Ծածկում ենք և թողնում ևս 1 օր սենյակային պայմաններում, որից հետո տեղափոխում ապակե տարայի մեջ և սառնարան։ Ստացվում է անչափ համեղ, թթվաշ և ախորժելի։ Այս համը բառերով ուղղակի փոխանցելն անհնար է։ Փորձեք և վայելեք։